Փաշինյանը այսօր մեկնել է Ստրասբուրգ։ Օդանավակայանում նրան դիմավորել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Շալդեմոզը։ Տեղի է ունեցել Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահի հանդիպումը։ Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարական տուն վերադառնալու անհրաժեշտություն եւ կարիք ենք զգում համոզվելու եւ համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ուղին ընթանում է ճիշտ արագությամբ եւ ճիշտ ուղղությամբ։ Ստրասբուրգում համատեղ հայտարարության ժամանակ վարչապետի խոսքն է։ Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, մենք տեսնում ենք ընկերոջ, բարեկամի եւ հույս ունեմ, որ երբ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, դուք եւս տեսնում եք գործընկերոջ եւ դաշնակցի։ Համատեղ հայտարարությանը Մեծոլան է ընդգծել։ Ըստ նրա, Փաշինյանի առաջնորդությամբ շատ մեծ նվաճումներ են եղել եվրոպական քաղաքական համայնքի նախորդ ժողովից ի վեր։ Մենք նաեւ ողջունում ենք այն հանգամանքը, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր է ներկայացվել։ Ասուլիսից հետո Հայաստանի վարչապետը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում, ընդգծել, որ նույն հարտակում իր նախորդ ելույթից հետո ամենահիշարժան փոփոխությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունն է։ Փաշինյանը նկատել է, որ նախորդ ելույթին հաջորդած 2 տարի եւ 5 ամիս ժամանակահատվածում տեղի են ունեցել 100-ամյակների, գուցե 1000-ամյակների նշանակության իրադարձություններ։ Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել եւս 32 քաղաքացի, այս մասին տեղեկացնում են Հայաստանի ԱԳՆ-ից։ Նշենք, որ բացի Հայաստանի քաղաքացիներից դեպի Երևան չվերթի հնարավորությունից օգտվում են նաեւ այլ երկրների քաղաքացիներ բնակության երկիր վերադառնալու նպատակով։